Հանդիպել եք երևի մարդկանց, որոնք ասենց օրինակ միտեղ աշխատում է եւ բավարար գիտելիք չունի, բավարար հմտություններ ուղղակի չունի, փորձ չունի, բայց փորձում է գցնելով ինչ որ կարիերան ինչ որ բանի հասնի։ Իմ մոտ այդ տպավորությունն է։ Երևի հանդիպել եք չէ նման մարդկանց, որոնց ամենից մեծ բանը, ասենց հմտությունը դա գցնելն է, մեկ ուրիշի հմտությունը գիտելիքների մեջ է, կարգապահության մեջ է, դիսցիպլինայի մեջ է, արդյունք տալու մեջ է եւ կապված արդեն շեֆից։ Շեֆը ավելի շատ ինչն է գնահատում։ Գցնելը թե գիտելիքները, թե արդյունավետությունը աշխատանքում։ Հիմա այս մարդիկ ընտրել են այս ճանապարհը եւ այս ճանապարհը ավելի համահունչ է երևի իրենց տեսակին։ Երբ որ իր սեփական թիմակիցներին ասում է ուսապարկեն։ Սա ինչ է նշանակում։ Կարծիք չունեն։ Իր շուրջը ինք հավաքում է մարդկանց, որոնք կամ նշանակում են պաշտոնների մարդկանց, որոնք մեկ SMS-ով պատրաստ են գործը թողել գնալ։ Հետո կարող է մեկ SMS-ով ընդունում են աշխատանքի, որոնք ընդունում են, որ իրենք տգետ են։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, չէ՞ որ մենք բոլորս տգետ ենք։ Մեկը ձեն չանեց, մեկը չկաղնեց, չասեց ստոպ։ Պարոն վարչապետ, ես տգետ չեմ։ Մեկը ասեց դա։ Բոլորը համաձայնվեցին։ Սա նշանակում է մեկ բան։ Ուղղակի հավաքված է մի թիմ, որտեղ ուղղակի այդ մշակույթը չկա։ Սեփական կարծիք ասելու, եթե պետք է ինչ որ թեմայի վերաբերալ նաև ինչ որ ասել մի կարծիք, որը միգուցե այդքան էլ համահունչ չի, կոպիտ ասած շեֆի կարծիքին։ Ցեղասպանության թանգարանի այս տնօրենի հարցը դրա օրինակն է։ Եվ գցնելը այսօր դարել է հիմնական առաջխաղացման, նաև ցուցակում հայտնվելու մոտիվացիա։ Լավ ես գցնում։ Այ մեկը չգցնես, չէ՞, բանը Հովիկ Աղազարյան։ Հա, Աղազարյան։ Հայտնվեց որ Դե ռեկորդը սահմանել է, կարծում եմ, Գյումրիի հայտնի Սարիկը, չգիտեմ տեսել եք թե չէ, ասում է, որ առանց Նիկոլ Փաշինյանի չկա Հայաստան։ 18 թվականին Նիկոլը հրապարակում հայտարարում էր, ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի։ Հիմա իրենց Սարիկը ասում է, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հայաստան չկա։ Գնանք մեռնենք։ Ну նման կարգախոսներ կա նաև Հյուսային Կորեայում, որ ասում են առանց Քիմ Չեն Իրի Հյուսային Կորեա չկա։ Նույնիսկ Սադամ Հուսեյնի մոտ դա չի եղել այդ կարգի բան կամ Լիբիայում չի եղել։ Կարող է վերաբերմունքը այդպեսին էր, բայց այդ լկտիության չէին ասնում, էլի։ Պաստար չէին սարքում։ Եվ ամենից պաստար չէին սարքում եւ ամենից հետաքրքիրը նա է, որ դա կատարվում է մի երկրում, որը օրենք է ընդունել Եվրոմիության անդամակցության մասին։ Հիմա եթե որևէ եվրոպական երկրի ղեկավար ես ուղղակի պատկերացնում եմ նման կարգի մի հայտարարություն անի կամ նման մի պաստար հայտնաբերվի, օրինակ Լեհաստանում մի պաստար հայտնաբերվի, որ առանց Դոնալդ Տուսկի Լեհաստան չկա։ Այդ մարդ հաջորդ օրը ուղղակի կզրկվեր պաշտոնից։ Հանդուրժելու համար նման կդատապարտեր եւ այլ։ Հիմա մենք Հյուսային Կորեային գնում, թե Եվրոպային գնում։ Մի հատ կողմնորոշվեք։ Իսկապես պետք է կողմնորոշվել։ Հնայեք, ինձ բանը հիշեցրեց մի պատմություն, մոտ 2000 տարի առաջ Հռոմի կայսերը Ներոնն էր։ Շատ հայտնի կայսեր էր նրանով, որ որոշել է, որ ինքը ամենից լավ երգիչն է, ինքը ամենից լավ դերասանն է եւ ինչ որ խումբ էր ստեղծել վարչաբենդի պես, բայց ավելի շատ sense թատերական, ինչ որ երգչական այն ժամանակ բենդ անունը չէին օգտագործում, բայց մոտավորապես sense ասեմ Ներոնի վարչաբենդը։ Ժամերով ներկայացումներ էր տալիս, երգում էր եւ բոլոր ենթականների ստիպում էր ժամերով մարդիկ նստում էին եւ լսում։ Ժամերով։ Նույնիսկ տեղից դուրս գալու միակ ձևը նա է, որ դու իմիտացիա անես, որ ուշաթափվել ես։ Եվ ուշաթափված վիճակում միայն հնարավորություն ունի, որ իրենց հանում էին այդ թատրոններից։
Սա հայտնի պատմական փաստեր են։ Ինձ շատ էր նմանեցնում հիմա այդ ամբողջ այնց պետական համակարգի քաղցարողներով, ինչ որ այդ թատերական այդ բաներով, որ մարդ հանկարծ համարում որ ինքը ամեն ինչի մասնագետն է, ամենից լավ եւ այլ։ Բայց ինչով այդ պատմությունը ավարտվեց։ Վերջը զզվացրեց այնքան, որ սենատը որոշում կայացավ, հայտարարեց Ներոնին ժողովրդի ճշնամի, ասենց ապստամբություն եղավ, Ներոնը փախավ, վերջում ինքնասպան եղավ։ Եվ այդ ինքնասպանության ժամանակ ինքը ասեց հետևյալը. «Էս ինչ դերասան է մահանում»։ Սա շատ հայտնի նաև պատմական փաստ է։ Այս ամենը ինչ որ սահման ունի։ Ես կարծում եմ այդ փոփոխությունը Ներոնի ճակատագրի ականատեսը մենք պետքա լինենք ոչ ինքնասպանության դրվագով փոփոխության կոչեր չեմ անում, հարգելի իրավապահ մարմիններ։